Դիտելու ենք բավականին հիանալի խաղ, ինձ թվում է գոլառատ խաղ, Ադանա ընդդեմ Բավարիա Մյունխենի։ Ադանան գտնվում է 5-րդ հորիզոնականում, առաջատար թմերից է, որին այսօր պետք է հաղթանակը, տեսնում ենք նրանց կլորը կազմել են եւ հաստատ վստահ են, որ տրամադրում են միմյանց հաղթանակի համար։ Բայց դե Բավարիանը մենք գիտենք, որ տիրապետում է բարձր խաղային մակարդակների եւ ամենաբարդ մրցակիցներից մեկն է։ Հիշեցնեմ այսօրվա խաղերի հաշիվները։ Քիչ առաջ ավարտվեց Եղվարդ Օլիմպ հանդիպումը 0-0 հաշվով։ Շատ դրամատիկ խաղ էր, 60-րդ րոպեին նշանակվեց 11 մետրանոց եւ վառի միջոցով չեղարկվեց։ Խաղի կենտրոնից միանգամից սկսի Բավարիան։ Եկեք ծանոթանանք կազմերի հետ։ Ադանայի կազմում առաջի համար դարպասապահ Հարություն Խանալյան, 3-րդ համար Վովա Պողոսյան, 4-րդ համար Արտուր Ղարիբյան, 7-րդ համար Ավակ Արտաշես Թովմասյան, 8-րդ համար Դավիթ Թմոյան, 10-րդ համար Լևոն Թոփալ Քարաջյան, ներողություն եմ խնդրում, 11 համար Միսակ Սերոփյան, 12 համար Արսեն Բարոյան, 17 համար Գրիգոր Պետրոսյան, 18 համար Ալեքս Ռուբենյան, 22 համար Տիգրան Մխիթարյան։ Փոխանցում դեպի աջ եզր։ Արտաշես Թովմասյանի մոտ է գնդակը։ Ու մեջտեղով փոխանցում, հիանալի փոխանցում է գնում դեպի Միսակ Սերոփյանը, բայց ոչ, գնդակը չհասավ Միսակ Սերոփյանի մոտ։ Հակագրո Բավարիայի կողմից, հիանալի դրիբլինգ Բավարիայի 7 համարի կողմից, ինչ փոխանցում էր ու միթե սա գոլ է, ֆանտաստիկ գոլ, ուղղակի ֆանտաստիկ խաղարկում Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստերի կողմից, շատ արագ գոլ ենք մենք տեսնում, հիանալի գոլ ենք տեսնում, հիանալի խաղ Բավարիայի ֆուտբոլիստների կողմից, հիանալի անցում 7-րդ համարի կողմից եւ հիանալի ավարտ Բավարիայի հարձակողմի կողմից, կրունկով մեջկանց գոլ, հիանալի է, 1-0 խաղի հաշիվը բացված է։ Այսինքն մենք տեսնելու ենք գոլառատ հանդիպում։ Ադանան ամենաշատ գոլ խփած թմերից մեկն է, առաջատարների ցուցակում է ու միթե ուստեղ վտանգավոր գնդակը գնում էր դեպի Ալեքս Ռուբենյանը։ Ուստեղ վտանգավոր է։ Շատ հիանալի ֆուտբոլ է խաղում Բավարիան, այստեղ կանցնի փոխանցումը, այո, միթե սա Բավարիայի ֆուտբոլիստների մոտ է, կարող էր դուբլ ձևակերպել Բավարիայի ֆուտբոլիստ հարձակվողը, ներողություն եմ խնդրում, Բավարիայի հարձակվողը։ Գնդակը մնում է Բավարիայի ֆուտբոլիստների մոտ, ուստեղ ֆոլ կար, այո, ուստեղ ֆոլ կար։ Կարծեմ Արսեն Բարոյանը ուստեղ խախտում կատարեց Բավարիայի աջ կիսապաշտպանի հանդեպ։
Ներողություն եմ խնդրում, տեխնիկական խնդիրներ կար։ Ու անկյունային կկատարի Ադանան առաջի անկյունային այս խաղում։ Փոխանցում հիանալի է գործում Բավարիայի դարպասապահ։ Մենք հեսա կծանոթանանք Բավարիայի կազմին նույնպես։ Բավարիայի կազմը առաջի համար Նարեկ Սարդարյան, երկրորդ համար Արման Քոչինյան, 4-րդ համար Արմեն Խաչիկյան, 7-րդ համար Սուրեն Երանոսյան, 9-րդ համար Արման Պողոսյան, 10-րդ համար Արազ Արոյան, 12 համար Կամո Հարությունյան, 21 համար Հակոբ Իսրայելյան, 777-րդ համար Արարատ Գևորգյան։ Արտաշես Թովմասյանի մոտ է գնդակը, թմի ավակ, Ադանայի ավակը, փոխանցումը միանգամից ինչպիսի հակագրով Բավարիայի ֆուտբոլիստների կողմից Էդվարդ Հարությունյանի մոտ էր գնդակը, Էդվարդ Հարությունյանն էր այն ֆուտբոլիստ, վայ կներեք, ներողություն եմ հայցում, Սուրեն Երանոսյանն էր այն ֆուտբոլիստը, ում միջոցով կարելի ասել առաջի գոլը գրանցվեց, քանի որ հիանալի անցում կատարեց նա, Սուրեն Երանոսյանը, եւ գոլի հեղինակը կարծեմ դարձավ Արազ Արոյանը։ Եթե չեմ սխալվում։ Գնդակը գնում է դեպի հարված դարպասից։ Միթե սա հարված դարպասից թե անկյունը։ Եզրային նետում է այստեղ։ Արազարոյան Ինչ կլինի այստեղ շատ վտանգավոր է ու շատ շեխարված այստեղ գնաց։ Գնդակը լքում է խաղադաշտը։ 1-0 խաղի հաշիվը բացել է Բավարիան, կարելի ասել առաջի րոպեին, հիանալի գրո կատարեցին եւ հիանալի գոլի հեղինակ դարձավ Արա Զարոյանը։ Կվնկով գոլ խփեց։ Ադանան միանգամից գնում է գրոհի։ Ու ստոք սեյվ Բավարիայի դարպասապահի կողմից։ Փորձում ծանոթանալ կազմերի հետ։ Միանգամից առաջ, հիանալի խաղ Բավարիայի ֆուտբոլիստի կողմից, հիանալի կասեցում, շատ վտանգավոր գրո կարող է ստելնել եզրային նետում Ադանայի ֆուտբոլիստները կկատարեն։ Եզրային նետումը կատարված է։ Արտաշես Թովմասյանի մոտ է գնդակը, գնում է դեպի Դավիթ Թմոյանը, Ինչքանի Դավիթ Թմոյանը, գնդակը գնում է դեպի Բարոյանը, Բարոյան փոխանցում ինչ կառաջարկի այստեղ հիանալի հարված կատարեց Միսակ Սերոփյանը, հիանալի գրո, վտանգավոր ամենակարևորը։ Նորից գնդակը Բարոյանի մոտ է, Ինչքան է այստեղ Բարոյանը։ Հիանալի խաղարկում Ադանայի ֆուտբոլիստների կողմից Միսակ Սերոփյան, ինչքան այստեղ Միսակ Սերոփյանը գնդակը մնում է Միսակ Սերոփյանի մոտ հարված շատ վտանգավոր էր այստեղ, բայց Միսակ Սերոփյանը հուսանք վնասված չի ստացել, վտանգավոր հարված ստացավ փորի հատվածում։ Կլինի անկյունային, այո, խաղարկեցին անկյունայինը, բավականին արագ խաղարկեցին Ադանայի ֆուտբոլիստները, ինչ է կատարվում եզրային նետման մոտ։ Միանգամից խաղարկում են Դավիթ Թմոյան, Բարոյան, միանգամից իրար ձեռք են տալի, հիանալի խաղ, ռեսպեկտ ամենակարևորն է ֆուտբոլում, երկու թմերի կողմից է մենք դա նկատում ենք։ Բարոյանը փոխանցում կկատարի, միանգամից շատ կտրուկ փոխանցում է կատարում, գնդակը մնում է միթե Բավարիայի ֆուտբոլիստը չկարողացավ ֆիքսել գնդակը։ Միսակ Սերոփյանը չհասեց ֆիքսել գնդակը, ուստի հակագրոհ է գնում Բավարիայի ֆուտբոլիստների կողմից։ Վտանգավոր հակագրոհ կարող է լինել, ոչ չի հաջողվում հակագրոհ կատարել, բայց եզրային նետում են վաստակում Բավարիայի ֆուտբոլիստները։ Գնդակը գնում է դեպի նորից Ադանայի ֆուտբոլիստները, Դավիթ Թմոյանը հիանալի է այստեղ խաղում, գնդակը Բարոյանի մոտ է, Բարոյանը այստեղ հարված է ուզում կատարել, հիանալի խաղ պաշտպանի կողմից Բավարիայի, դարպասապահը տեղում է Նարեկ Սարդարյան։ Ու նորից ինչ կտեսնենք, ստե ինչ է կատարվելու, միմյանց խանգարում են, թե ոչ, հիանալի խաղարկում ինչ կանեն այստեղ,
Բավարիայի ֆուտբոլիստները մի քիչ ուժեղ էր փոխանցում, բայց կհասնի արդյոք ֆուտբոլիստը։ Այո, Բավարիայի ֆուտբոլիստը հասնում է, գնդակը պահում է դաշտի սահմաններում։ Գնդակը Ադանայի ֆուտբոլիստների մոտ է, Դավիթ Թմոյան։ Ինչ կանի Դավիթ Թմոյանը այստեղ։ Փոխանցում կենտրոնով, հիանալի փոխանցում։ Շատ վտանգավոր է, այստեղ շատ վտանգավոր է ամեն ինչ։ 11 մետրանոց։ 11 մետրանոց։ Տուգանային հարված թե 11 մետրանոց։ 10 տուգանային հարված ենք այստեղ, շատ վտանգավոր տուգանային հարված։ Շատ մոտիկ էր տուգանայինի գծին։ Վառ է նայում, վառ է պահանջում 11 մետրանոցի համար։ Շատ վտանգավոր կարող է լինել այս ամենը։ Տասնմեկ մետրանոցի վառը գնաց է դիտելու մեր մրցավարը, տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Հիշեցնեմ անցած խաղին 60-րդ րոպեին, այո, 10 րոպե ավելացվել էր երկրորդ խաղակեսին, 60-րդ րոպեին վաստակվեց 11 մետրանոց վառ դիտելուց հետո այն չեղարկվեց եւ խաղը ավարտվեց 0-0 հաշվով Եղվարդ Օլիմպ։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը, բավականին երկար է նայում վառը։ Կարևոր է, խաղը 1-0 է Բավարիայի օգտին։ Հիմա Ադանան կարող է 11 մետրանոց, ճիշտ որոշում կարծեմ իմ տեսանկյունից 11 մետրանոցի սահմաններում էր, ֆոլը հասած ֆոլ էր եւ մրցավարը կայացնում է որոշում 11 մետրանոցի։ Ով է կատարելու հարվածը։ Հարվածը կատարելու է Միսակ Սերոպյանը, 11 համարն է գնդակի մոտ։ Դարպասապահ, տեսնենք Նարեկ Սարդարյանը ինչ կանի այս դեպքում։ Կտեսնենք սեյվ թե կտեսնենք գոլ 11 մետրանոցից եւ հաշիվը կհավասարվի։ Կասուլիչ ու հիանալի գոլ ուղղակի Ադանայի ֆուտբոլիստի կողմից։ Միսակ Սերոպյան, խաղը բացվում է 1-1։ Բավարիան շատ արագ է վերադառնում, կարելի ասել, կներեք, Ադանան շատ բավականին արագ վերադառնում է խաղին, 1-1 է խաղի հաշիվը, բայց շատ վտանգավոր է խաղում Բավարիան նույնպես, Ադանան նույնպես, երկուսն է շատ գրոհ անող թմեր են, ում կողմից մենք այսօր տեսնում ենք արդեն իսկ գոլառատ խաղ։ Առաջի տայմում 2 գնդակ է կպվել։ Բավարիայի պաշտպանների մոտ է գնդակը։ Փոխանցում դեպի դարպասապահ, ֆիքսում է դարպասապահը գնդակը, դեպի դեպի կենտրոն է փոխանցում, վտանգավոր փոխանցում կարող է լինել եւ հիանալի խաղ Բավարիայի հարձակվողի կողմից կարողանում է գնդակը խլել դեպի եզրային նետում։ Եզրային նետում կկատարեն Ադանայի ֆուտբոլիստները, շատ արագ են խաղարկում, գնդակը մի քիչ Ադանայի մոտ է մնում գնդակը։ Դավիթ Թմոյան, ով կհաղթի այս պայքարում, Սերոպյան, չկա ձեռքով խաղ այստեղ, գնդակը Ալեքս Ռուբենյանի մոտ է, ինչպիսի հարված Ալեքս Ռուբենյանի կողմից, հիանալի հարված, հարված դարպասից հիանալի խաղ ենք այստեղ տեսնում Ալեքս Ռուբենյանի կողմից, սիրուն հարված էր։ Ուսոք Բավարիայի պաշտպանը հիանալի է գնդակը վերահսկում, ուսքալ փոխանցումից հետո վերականգնում է Արսեն Բարոյանը։ Թմոյանի մոտ է, ինչ կատարվի այստեղ, ինչ կատարվեց այստեղ։ Ալեքս Ռուբենյանը գնդակի դիմացը փակեց։ Ալեքս Ռուբենյանը գնդակի դիմացը փակեց։ Հարված դարպասից դեպի աջ եզր են ուղարկում գնդակը դարպասապահը։ Նարեկ Սարդարյանն է Բավարիայի դարպասապահը, որը նոր բաց թողեց գնդակ 11 մետրանոցից, անհնար էր այդ գնդակը ինձ թվում է հետ մղել, քանի որ աջ վերևի անկյուն ուղարկեց, շատ ուղղակի վստահորեն։ Ինչ կլինի ստե Ադանա, շատ վտանգավոր գրող ու կլինի հարված դարպասից վստահորեն ցույց է տալի մրցավարը հարված դարպասից, ինձ թված անկյունային է։
Փոխանցում դեպի կենտրոն։ Արսեն Երանոսյանի մոտ է գնդակը։ Նորից կենտրոն չանցավ այս փոխանցումը։ Գնդակը Բավարիայի ֆուտբոլիստների մոտ է, գնդակը վերահսկողությունը դեպի Ադանան ավելի շատ է, Ադանայի ֆուտբոլիստները ավելի լավ են տիրապետում գնդակին։ Շատ վտանգավոր գրո։ Ինչ կլինի ստեղ ու հարված, շատ վտանգավոր հարված հենց որ կատարեց Ադանայի աջ հարձակվողը։ Բավարիայի ֆուտբոլիստները գրոհում են, հակագրող Բավարիայի ֆուտբոլիստների կողմից, Բավարիայի ֆուտբոլիստը գետնին է, կաղը դադարեցվում է։ Հուսանք լուրջ վնասված չի ստացել։ Կարևոր լուրջ վնասված չի ստացել Բավարիայի ֆուտբոլիստը, խաղը կվերսկսվի, մրցավարի մոտ է գնդակը։ Վերջ խաղարկում են Ադանայի ֆուտբոլիստները, ինչ կանի այստեղ Ադանայի ֆուտբոլիստը հարվածի է դուրս գալիս, ոչ նրան չեն թվում հարված կատարել։ Ինչը կատարվում այստեղ հիանալի անցում կարող է լինել, բայց Բավարիայի պաշտպանը ինչպիսի պայքար ենք մենք տեսնում, հարված չտեսանք այստեղ ցավոք սրտի։ Միանգամից Բավարիան հակագրոհ է գնում, Բավարիայի հակագրոհները շատ վտանգավոր են, քանի որ շատ ուժեղ հարձակողություն ունի Բավարիան, մենք առաջի գոլից հետո դա հասկացանք, թե ինչպիսի սիրուն գրոհներ է կարում կազմակերպել Բավարիան։ Ալեքս Ռուբենյան պասը անցնում է դեպի Թմոյանը, Թմոյան դեպի ու այո, գնդակին հասնում է, միանգամից սիրուն փոխանցում կարող է լինել Ալեքս Ռուբենյանի կողմից, թե խախտում Ալեքս Ռուբենյանի կողմից։ Միանգամից հիանալի է հեռացնում գնդակը Վովա Պողոսյանը, Ադանայի պաշտպանը։ Կլինի հարված դարպասից։ Այո, հարված դարպասից է այստեղ կլինի։ Հարված դարպասից։ Ինչ կլինի այստեղ, միանգամից Բարոյանը, միանգամից գնդակը վերականգնում է իր մոտ։ Հիանալի է ուղղակի խան Բարոյանը։ Ու ստեղ նորից հետևը ինչ կկատարվի ստեղ։ Ոչ, Թմոյանը հետ է գալիս եւ օգնում է իր թմակիցներին պաշտպանությունում, Արտաշես Թոմասյան ինչ կառաջարկի Արտաշես Թոմասյան այստեղ։ Դեպի Ձակ Եզրը գնդակ ուղարկում։ Թմոյան դեպի Ձակ Եզր ուղարկում են դեպի Ալեքս Ռուբենյան։ Ինչպիսի գրոհ ենք ստե տեսնում Ադանայի ֆուտբոլիստների կողմից հարվածը շատ շեղ է ընթանում։ Ալեքս Ռուբենյանն էր կարծեմ հարված կատարողը, շատ շեղ էր գնդակը գնում։ Մի քիչ բարդանում եմ Բավարիայի ֆուտբոլիստների ազգանունները կարդալ, որովհետև կարծեմ 3 ֆուտբոլիստ չունեն իրենց հետևը գրված համար, այդ իսկ պատճառով փորձում եմ այն ֆուտբոլիստների անունները ասել, ովքեր համարով են։ Ներողություն եմ խնդրում։ Փոխանցում, անկյունային փոխանցում։ Ոստեղ արդեն Բավարիայի ֆուտբոլիստների մոտ է Սուրեն Երանոսյան։ Ինչ կլինի ստեղ, շատ վտանգավոր է այստեղ։ Թմոյանը հարված կկատարի այստեղ։ Ոչ, պաշտպանը հիանալի է խաղում Բավարիայի։ Հիանալի խաղ Բավարիայի պաշտպանությունում։
Ու հարված կլինի այստեղ։ Ինչպիսի գոլ արդեն կատարեց Ադանայի ֆուտբոլիստ Միսակ Սերոփյանը կարծեմ։ Ոչ, կներեք, Արսեն Բարոյանը դառնում գոլի եղինակ։ 2-1 Ադանան ասում է հաշվի մեջ առաջ։ Նորից եմ կրկնում, դաշտը շատ թաց է, գնդակը կարելի ասել ուղղությունը շատ հեշտ է փոխում եւ այդ իսկ պատճառով բարդացում է երկու թմերի խաղն էլ։ Հաշիվը 2-1 է։ Միանգամից հարված դարպասից շատ վտանգավոր է, շատ։ 2-1 է խաղի հաշիվը։ Գնդակը Ալեքս Ռուբենյանի մոտ է։ Ինչ կանի ստե Ալեքս Ռուբենյանը հարված է կատարում, բայց աչից կար Միսակ Սերոփյանը, ով պասեր է ուզում։ Հարված դարպասից կկատարին Արեգ Սարդարյանը։ Հերը փոխանցում Արեգ Սարդարյանի կողմից, ստեղ Սուրեն Երանոսյանն է, ու պասը անցնում է Սուրեն Երանոսյանի, ու ստեղ պասը եթե մինչ ուժը գլեն, միթե կկարողանային հարված դարպասին կատարել Բավարիայի ֆուտբոլիստները։ Ինչ կառաջարկեն ստե Բավարիայի պաշտպանությունում։ Ու ստե հիանալի են խաղում պաշտպանությունում, հակագրո, շատ արագ հակագրո է ստե անում Բավարիան։ Սուրեն Երանոսյանի մոտ է գնդակը, Սուրեն Երանոսյանը գնդակը ուղարկում է դեպի մեջտեղ ու փոխանցումը անցնում է դեպի Արազարոյանը, Արազարոյանը փնտրում է պաս, կա պասը։ Ինչ է կատարում այստեղ։ Կա նորից փոխանցում դեպի ձախ, ուստի Արտաշես Թովմասյանը գնդակը խլում է եւ հակագրոյի է տանում իր թմին, կստացվի արդյոք թե ոչ։ Ու հիանալի խաղ այստեղ Արտաշես Թովմասյանի կողմից, նույնպես Բավարիայի պաշտպանը չի թվում, որպեսզի հակագրո գնան։ Եզրային նետում կկատարի Ադանան, Արսեն Բարոյանը եզրային նետում է կատարում։ Ինչ կլինի ստեղ, հիանալի փոխանցում, բայց միթե իրար այստեղ չեն հասկանում Ադանայի ֆուտբոլիստները, հիանալի փոխանցում էր այստեղ Դավիթ Թմոյանի կողմից եւ խառնաշիփոթ տիրեց Բավարիայի։ Ինչպիսի խաղ Բավարիայի պաշտպանի կողմից։ Հիանալի դրիբլինգ։ Սուրեն Երանոսյան ուղղակի փայլեց այստեղ։ Եզրային նետում Բավարիայի կողմից հետ են ուղարկում գնդակը։ Ներողություն եմ խնդրում, Բավարիայի ֆուտբոլիստը որ ասում է գոլ է խփեց, սխալ է ասում։ Սխալմունք էր տեղի ունեցել։ Այմա է գնդակը Արազարոյանի մոտ։ Գնդակը կորցնում է Արազարոյանը, ինչ կլինի այստեղ, գնդակը կարողանում է խլել, ոչ, միանգամից հակագրո կլինենք։ Այո, հակագրո ենք տեսնում Ադանայի ֆուտբոլիստերի կողմից։ Արջևում ոչ, Բավարիայի ֆուտբոլիստը պաշտպանում է, նորից գնդակը Ադանայի ֆուտբոլիստների մոտ է, ուղարկում են դեպի Բարոյանը, Թմոյանը այստեղից հարված է կատարում, Բավարիայի պաշտպանը հիանալի է խաղում, ինչ կանի այստեղ, Բավարիայի պաշտպանը ու ինչ կատարվեց այստեղ։ Ալեքս Ռուբենյանի մոտ էր գնդակը, Թմոյան, Ալեքս Ռուբենյան ու գնդակը դժվարությամբ է ֆիքսում Բավարիայի ֆուտբոլիստը, քանի որ գնդակը բավականին թաց է։ Հանգիստ իջեցնում է գնդակը Բարոյան։ Ինչ կլինի ստեղ։ Ներողություն եմ խնդրում, 1000 անգամ ներողություն եմ խնդրում։ Հիանալի ուղղակի գրո Բավարիայի ֆուտբոլիստների կողմից։ Սուրեն Երանոսյանը դառնում է գոլի հեղինակ, խաղի հաշիվը դառնում է 2-2, մենք դիտում ենք ուղղակի շատ գոլառատ հանդիպում, առաջի խաղակեսում արդեն հաշիվը 2-2 է։ Հուսանք այսպես է կշարունակվի, կտեսնենք այսպիսի սիրուն խաղ։ 2-2 շարունակում ենք դիտել Բավարիա Ադանա հանդիպումը։
Գնդակը Ադանայի ֆուտբոլիստների մոտ է, Բավարիան ուղղակի իր հակագրողներով շատ սարսափելի է, որովհետև յուրաքանչյուր հակագրող կարծես գոլով է ավարտվում Բավարիայի կողմից։ Թմոյանին կգնա, գնդակը ոչ, ինչ է ստանում, հարվածը շեղեր, հարված կատարողներ Ադանայի ֆուտբոլիստ 11 համար Միսակ Սերոքյանը։ Անկյունային հարված, այստեղ անկյունային հարված են պահանջում Ադանայի ֆուտբոլիստները եւ ստանում են այն։ Դիպչել էր Բավարիայի պաշտպանին կարծես գնդակը կկատարեն անկյունային հարված։ Անկյունային փոխանցում։ Ադանայի 10-րդ համարն է գնդակի մոտ Լևոն Թոփալ-Քարաջյանը։ Ոչ, փոխվեցին, Ալեքս Ռուբենյանն է հիմա գնդակի մոտ, փոխանցում, միթե ուժեղ էր փոխանցումը, ոչ, այստեղ հասնում է գնդակի մոտ Արսեն Բարոյանը ու շատ վտանգավոր, ինչ է սա կատարա, գնդակը առաջին խաղակեսի ավարտ շատ հիանալի խաղ ենք մենք հենց հիմա տեսնում, 2-2 է խաղի հաշիվը, կհանդիպենք երկրորդ խաղակեսին։ Սկսված է երկրորդ խաղակեսը, խաղի հաշիվն է 2-2, բավականին գոլառատ ֆուտբոլ ենք մենք այստեղ տեսնում, հուսանք նույն ձև կշարունակվի։ Միանգամից գրոյի անցնում Ադանան, ինչ կտեսնենք ստեղ, հարված, ու հարվածը կատարում, բայց այստեղ, ինչը կատարում այստեղ, դապասապա հիանալի սեյվի հեղինակ է դառնում, կարողանում է գնդակը ֆիքսել իր մոտ, ուղղակի յոքից ապրուցիչ սեյվ էր, շատ կարևոր սեյվ էր, 2-2 է խաղի հաշիվը, կրկնում եմ, ձախ եզրով գնում եք դեպի գրոյի Բավարիայի ֆուտբոլիստը, բայց չի կարողանում, Ադանայի ֆուտբոլիստ Արտաշես Թոմասյանը թմի ավակը փակում է իր դիմացը։ Սեյվի հեղինակն էր Նարեկ Սարդարյանը, Բավարիայի դարպասապահ։ Գնդակը Բավարիայի ֆուտբոլիստի մոտ է, փոխանցում դեպի աջ եզր, ինչ կտեսնենք ստեղ, փոխանցում, ու ստեղ միթե ձեռքով խաղ չէր այստեղ։ Միթե ձեռքով խաղ չէր այստեղ։ Պահանջում են ձեռքով խաղ ֆուտբոլիստները։ Ալեքս Ռուբենյան, Բարոյան, ոչ, Թմոյանն է հասում, չի հասում գնդակին։ Ու մի անգամից շատ հիանալի փոխանցում, ինչ-թե կանեն Ադանայի ֆուտբոլիստները, բայց ոչ։ Բավարիայի ֆուտբոլիստը ինչպիսի պայքար ենք տեսնում երկու թմերի կողմից է, երկուսն է պահանջում են այս հաղթանակը այսօր, երկուսի համար է կարևոր են այս երեք միավորը, բայց Ադանան առաջատարներից մեկն է, գտնում է 5-րդ հորիզոնականում։ Եզրային նետումը կատարված է, Բարոյանի մոտ է գնդակը, իսկ Բարոյանի մոտ եթե գնդակը կա, շատ վտանգավոր փոխանցումներ կարող ենք տեսնել։ Թմոյանի մոտից գնդակը վերիպում է։ Հարված դարպասից ուստեղ գնդակը գնում է դեպի Ադանայի ֆուտբոլիստներ։
Վովա Պողոսյանի մոտ է գնդակը, Վովա Պողոսյանը փոխանցում առաջ, Ալեքս Ռուբենյանին չի ասում այս փոխանցում, Բավարյան հակագրոհ է անում, Բավարիայի հակագրոհը ոչ, լքում է դաշտը գնդակը, այսօր ունենք դեռևս մեկ հանդիպում, որտեղ էլի խաղալու է առաջնության առաջատարներից մեկը երկրորդ հորիզոնականում գտնվող Վենեցիան, կարծեմ այսօրվա հաղթանակի դեպքում նա հնարավորություն ունելու բարձրանալ առաջի տեղ, եթե չեմ սխալվում, Ադանայի գրոհն է, ինչ կանի այստեղ Միսակ Սերոփյանը, Թմոյան, ինչպիսի սեյվ նորից, ինչպիսի սեյվ Բավարիայի ֆուտբոլիստի կողմից Նարեկ Սարդարյան, հիանալի Նարեկ Սարդարյանը ուղղակի իր երկրորդ գոլը բաց թողելուց հետո միանում է, քանի որ սխալմամբ ուղղակի դաշտը շատ թաց էր, գնդակը չկարողացավ ֆիքսել, ոտքերի արանքով գնաց գնդակը, ու անկյունային կատարում միանգամից Բավարյան կհեռացնի ինձ թվում է գնդակը, այո, Բավարյան հեռացնում է գնդակը, այստեղ Բավարիայի ֆուտբոլիստի մոտ է ինչպիսի փոխանցում, եւս մեկ հիանալի փոխանցում ինչ կլինի այստեղ, ու սեյվ է անում Ադանայի դարպասապահ Հարություն Խանդաղյան, կներեք, Հարություն Խանդաղյանը սեյվ է անում այստեղ, փրկում է իր թմին, վտանգավոր գրոհ էր, շատ հիանալի Բավարիայի ֆուտբոլիստները հակագրոհի դուրս եկան, շատ հիանալի իրոքից դուրս եկան հակագրոհի, նորից կլունկով հիանալի փոխանցում, մեկ արդեն գոլի հեղինակ դարձել է Բավարիայի ֆուտբոլիստը, նույն ձև հիմա փորձում էր ասիստի հեղինակ դառնալ։ Անկյունային փոխանցում Բավարիայի ֆուտբոլիստները, ինչ կլինի ստեղ չի կարողանում դիպչել Բավարիայի ֆուտբոլիստը, հիանալի փոխանցում էր։ Միանգամից դարպասապահը մտցնում է խաղ։ Թմոյան, ոչ, լքում է դաշտը գնդակը, փոխանցումը Ալեքս Ռուբենյանին էր գնում։ Միանգամից գլխով հեռացնում է Ադանայի պաշտպանը։ Արսեն Բարոյանը հիանալի այսօր խաղում իրեն ցույց տալիս։ Եզրային նետումը խաղարկված է Բավարիայի ֆուտբոլիստների կողմից։ Կարողանում են դուրս գալ աչի եզրով, բավականին շատ են Ադանայի ֆուտբոլիստների կենտրոնում 4 հոգի արդեն, հիանալի կտրող պաս։ Սուրեն Երանոսյանն էր այս փոխանցման հեղինակը, չհասավ իր թմակիցներին։ Տեսնում ենք, որ ուղղակի Բավարիան տրամադրված է այդ 3 միավորի համար, շատ հարձակողական ֆուտբոլ է խաղում եւ ավելի ակտիվացել Բավարիան։ Գնդակ Ադանայի ֆուտբոլիստների մոտ է Թմոյան։ Ինչքանի Թմոյանը փոխանցում է անում իր թմակցին։ Շատ վտանգավոր կարող լինի, ոչ, կարողանում է ճիշտ բան հեռացնել։ Լևոն Թոպալ-Քարաջյանն էր ուզում հասնել գնդակին, հարված դարպասից։ Վտանգավոր կարող է լինել, ինչ կկատարվի այստեղ ու երկու ֆուտբոլիստները չեն նկատում, թե ոնց է գնդակը լքում խաղադաշտը, երկուսի վրայով թռավ գնդակը։ Ու չի անցնում այստեղ փոխանցումը։ Բավարիան նորից հակագրոհի է գնում։ Ուղղակի հարձակողական ֆուտբոլ է մենք դիտում ու ինչ-որ կլինի, ֆիքսում է դարպասապահ, ֆիքսումը չի կարողանում Բավարիայի հարձակողը ֆիքսել գնդակը, բայց մեկը պասը վտանգավոր է, քանի որ գնաց դեպի դարպասը։ Ինչ են սա առաջարկում միանգամից Ադանան, Թոփալ-Քարաջյան։ Ոտքին է խփում Թոփալ-Քարաջյանին, այստեղ միանգամից ֆոլ։ Տեղին քարտ ենք տեսնում այստեղ։ Բավարիայի ֆուտբոլիստը 11 դեղին համար, 11 համարը Հուսանք Թոփալ-Քարաջյանը ոչ մի լուրջ վնասված չի ստացել այստեղ։ Հուսանքը կարողանա շարունակել խաղը, բայց ոչ լքում է խաղադաշտը Թոփալ-Քարաջյանը։ Շատ ցավալի կորուստ է կարող լինի Ադանայի համար, քանի որ առաջատար ֆուտբոլիստներից է Թոփալ-Քարաջյանը, բայց եղանակը շատ ցուրտ է, շատ վտանգավոր է այս եղանակին վնասված ստանալը։ Ցավոք սրտի Թոփալ-Քարաջյանը լքում է խաղադաշտը, նրան օգնում իր թմակիցները։
Խաղը վերսկսված է, Բարոյանը կկատարի Տուգանային հարված, Բարոյան, ինչը կատարում է այստեղ, Թմոյան, կրունկով հարված էր փորձում կատարել Թմոյանը, Բարոյանի մոտ է գնդակը։ Փոխանցում դեպի Թմոյան։ Բարոյան, Թմոյան։ Հիանալի կոմբինացիա, ինչ են անում ստեղ Ադանայի ֆուտբոլիստները, հիանալի է այստեղ ամեն ինչ, հարված է փորձում կատարել, բայց չի ստացվում։ Հարված, դարպասապա ինչ անում, ու չի կարողանում ֆիքսել դարպասապա եւ Թմոյանը դառնում է գոլի հեղինակ, բայց Բավարիայի ֆուտբոլիստները պահանջում են վար։ Այո, Բավարիայի ֆուտբոլիստները պահանջում են վար, կարծես թե Տուգանային հարվածի մոտ ֆոլ կար պաշտպանի վրա, Բավարիայի ֆուտբոլիստի վրա, տեսնենք արդյոք ինչ կլինի այստեղ։ Երեք երկու։ Ես եթե ճիշտ եմ նկատել, քանակային փոփոխություններ են եղել, քանի որ Ադանայի ֆուտբոլիստը Թոփալ Քարաջյանը ստացավ վնասվածք, Ադանայի ֆուտբոլիստները 1 հոգի պակաս էին, առանց պայստային են եկել այսօր տղաները եւ Բավարիայի տղաները նույնպես հանեցին խաղադաշտից իրենց մի խաղացողին, ուղղակի ռեսպեկտ այս ամենի համար, այս դրա համար մենք սիրում ենք ֆուտբոլը։ Այսինքն խաղի մանթանում է դարպասապահ 6 մեջ 7-7-ի, բայց մեր ձևաչափը 8-8-ի է։ Աջ եզրով վտանգավոր Բավարիայի ֆուտբոլիստների կողմից ինչ կատարվի այստեղ։ Նորից մնում է Բավարիայի ֆուտբոլիստի մոտ գնդակը։ Բարոյանը հեռացնում է գնդակը։ Սերոփյան, ինչ կլինի այստեղ։ Սերոփյանը կարողանում է հաղթարել այս օդային պայքարում։ Ինչ կանի այստեղ Սերոփյանը։ Փորձում է պաս փնտրել, ոչ, փակում է Բավարիայի կիսապաշտպանը, հիանալի խաղ, ուղղակի կենտրոնացված է պաշտպանության վրա, հիանալի խաղ Բավարիայի երկրորդ համարի կողմից։ Ու այստեղ, այո, ֆոլ կար Բավարիայի խաղացողի վրա։ 3-2 հիանալի գոլառատ խաղ ենք մենք տեսնում։ Կլինի հարված դարպասից, այո, կլինի հարված դարպասից։ Կարողանում է պայել խաղի։ Այո, կարողանում է գնդակը պայել խաղի դաշտի սահմաններում։ Սխալ փոխանցում է գնում։ Մի անգամ երկար փոխանցում։ Փորձում է դրիբլինգով խաբել Բավարիայի ֆուտբոլիստին, Ադանայի ֆուտբոլիստը Թմոյան, մի անգամից գնդակը հեռացնում է դեպի Բավարիայի հարձակվող ու ուստեղ հետևից միթե ֆոլ չկար, ոչ, խաղը շարունակվում է, գնդակը Բավարիայի ֆուտբոլիստերի մոտ է։ Արազարոյան, ոչ, ներողություն խնդրում, Արազարոյանը չի, Սուրեն Երանոսյանն է։ Ու կարողանում է այստեղ գնդակը վերահսկել Սուրեն Երանոսյանը, մի անգամից գնդակը կոնտրատակա է գնում։ Հանգիստ ուղղակի գնդակը ասում են հանգիստ։ Այստեղ կլինի եզրային նետում, Բավարիայի ֆուտբոլիստները կկատարեն եզրային նետում։ Եզրային նետումը կատարված է։ Ուստը ոտքին հարված է ստանում։ Այստեղ ոտքին հարված է ստանում Բավարիայի ֆուտբոլիստը Թմոյանի կողմից, մի անգամ ձեռք-ձեռքի են տալի։ Արազարոյանը մի անգամից պաս է տալիս դեպի կենտրոնական հարձակվողին։ Ինչ կանի այստեղ, վտանգավոր էր, միթե վտանգավոր չէր սա մրցավարի համար, բայց ինձ թվում է շատ վտանգավոր դրվագ էր սա, կարելի էր կենտրոնալ այս պայի վրա եւ ֆոլ նշանակել ինձ թվում է։ Ինչպիսի գնդակը կասեցում է կատարում եւ գնդակը բայց գնում է դեպի Ադանայի ֆուտբոլիստները։ Ինչ կանեն այստեղ Ադանայի ֆուտբոլիստները։ Բարոյանի մոտ էր գնդակը։ Ու Ալեքս Սուրբենյանը այստեղ կարողանում է վաստակել անկյունային հարված։
Անկյունային իրացված է, գնդակը դեպի Բավարիայի ֆուտբոլիստ է գնում, չափից ուժեղ է խփում Ալեքս Ռուբենյանը հարվածում, ուստեղ ինչ է կատարվում, Արազարյանի մոտ է գնդակը, ու եզրային նետում Ադանայի համար, կարծես վնասված ստացած ֆուտբոլիստը վերադարձել է խաղադաշտ, թե ոչ, ճիշտ եմ նկատել, թե ոչ չեմ կարող դեռևս հասկանալ, այո, վնասված ստացած ֆուտբոլիստը հետ է վերադարձել խաղադաշտ կարծես, ու արդեն նորից խաղում են ախպեր քիչ են Բավարիայի ֆուտբոլիստների մոտ է գնդակը, կարծես թե քիչ են Բավարիայի ֆուտբոլիստները խաղադաշտում, եթե չեմ սխալվում։ Չէ, ոչ, 7 հոգով են։ Վտանգավոր է, շատ վտանգավոր է Ադանայի ֆուտբոլիստը, ստեղ հարված է կատարում, ներողություն եմ խնդրում։ Միսակ Սերոբյանն էր հարված կատարում, ներողություն եմ խնդրում շփոթմանքի համար, կարծես թե քիչ էին խաղացողները, ուզում էի հուշել խաղադաշտում, բայց չէ, նորմալ է։ Կարևորը վնասված ստացած ֆուտբոլիստը Ադանայի կարողանում է հետ վերադառնել խաղադաշտ եւ շարունակել իր խաղը իր թիմի հետ։ Լևոն Թոփալ-Քարաջյանն էր վնասված ստացած ֆուտբոլիստը։ Թմոյան, Թոփալ-Քարաջյան, Թմոյան։ Հիանալի ուղղակի խաղացվածություն կա Միսակ Սերոբյանի հետ, Թմոյան։ Ինչ է կանի Թոփալ-Քարաջյանը միանգամից փոփոխություն վնասված ստանալուց հետո փոփոխության է մտնում եւ կարողանում է գրավել դարպասը եւ խաղի հաշիվը դառնում է 4-2 4-2 փոփոխությունից վնասված ստանալուց հետո ուղղակի սա լեգենդար պահ էր ինձ թվում է բոլորի համար ու տեսնում ենք որ ոտքը ցավալով մեկը քայլում է վար գնում է վար դիտելու մրցավարը գնում է վար դիտելու Նման դրվագ նորից եղել էր ու այս անգամ մրցավարը որոշում է գնալ դիտելու վառը Եթե գոլը չեղարկվի հաշիվը կլինի 3-2 վտանգավոր հաշիվ կլինի Ադանայի համար, որովհետև Ադանային այսօր այդ 3 միավորը շատ են պետք, եկեք ես հիմա լայվ ագրուսակը ձեզ ասեմ միավորների Ուրեմն, հարգելի հետևորդներ, առաջի հորիզոնականում է Եղվարդը 50 միավորով, երկրորդ հորիզոնականում է Վենեցիան 43 միավորով, մեկ խաղ պակաս խաղացած, որը այսօր է խաղալու, այս խաղից հետո տեղի կունենա Վենեցիայի հանդիպումը, հաղթելու դեպքում Վենեցիան հետ մնա Եղվարդից 4 միավորով, Երրորդ հորիզոնականում է Միկան 40 միավորով, 4-րդ հորիզոնականում Լիվերպուլը 39 միավորով եւ 5-րդ հորիզոնականում է Ադանան 36 միավորով։ Ադանան այս խաղը հաղթելով կհավասարվի Լիվերպուլին։ Այո, եթե այս խաղը հաղթարի գոլ, այո, գոլը գրանցված է։ 4-2 գոլը գրանցված է։ Տեսնենք այսօր comeback թե ոչ։ Փոխանցում կենտրոն, հիանալի փոխանցում Ադանայի կաղացողի մեջքի ետևով, ուստեղ Արտաշես Թոմասյանը հարցնում է գնդակի ետևից, մի անգամից հակագրոյի են գնում, կարելի ասել, ուստեղ վտանգավոր է հարված կլինի, այո, հարված է լինում, բայց շեղ է գնդակը ընթանում։ Եվ լքում է խաղադաշտը գնդակը, եզրային նետում կկատարեն Ադանայի ֆուտբոլիստները։ Թմոյան Սխալվում է Թմոյանը, բայց նորից գնդակը Թմոյանի մոտ է Այստեղ Սերոբյանի հետ կարողանում են գնդակ հարկել նորից Թմոյանի մոտ է գնդակը Արտաշես Թոմասյան ոչ չի կարողանում գնդակը ֆիքսել կհասնի արդյոք գնդակին թե ոչ ոչ եզրային նետում կկատարի Բավարիայի ֆուտբոլիստը Ստեղ կարծես թե պայքար էր չկպավ ոտքին գնդակին կպավ Միսակ Սերոբյանի մոտ է գնդակ, ուղարկում է դեպի ձախ կողմ Բարոյան
Վտանգավոր է եւ այստեղ արդեն 18 համար Ալեքս Ռուբենյանը չի կարողանում գրավել դարպասը, գլխով շեղեր հարվածում։ Տեսնենք որ Թոփալ Քարաջյանը միջև հիմա ոտքը ցավում է, բայց նա հենց նոր գրավեց դարպասը եւ հաշիվը սարքեց 4-2 իր թմի օգտին։ Արժանի է ցափարությունների։ Ինչ կառաջարկի այստեղ Բավարյան սուր գրո է ուզում անել եւ խորքից փոխանցում, ոչ, չի կարողանում Զախիեզից փոխանցումը չի հասնում իր նշանակետին։ Ուստեղ Ադանայի ֆուտբոլիստը միայն կարողանում է ընդունել գնդակը, չեն պահում նրան։ Ինչ կնի ստեղ։ Սերոփյան Ինչպիսի փոխանցում Սերոփյան Թմոյանը ոչ չի հասնում գնդակը Թմոյանը, բայց հիանալի խաղ Սերոփյանի կողմից Բարոյանի կողքով գնդակը անցնում է, բայց գնդակը չի հասնում ֆուտբոլիստին։ Բարոյանը միանգամից գնդակ ուղարկում է առաջ, բայց թե Բավարիայի ֆուտբոլիստը միանգամից ընդունում է գլխով փոխանցում դեպի Արազարոյանը, բայց գնդակը չի հասնում, այստեղ հետ մեջքից միթե չհրեց։ Գնդակը ընդունում է 11 համարը, հիանալի դրիմիկ դեպի Արազարոյանն էր պասը ուղղված։ Ինչ կլինի ստեղ։ Հիանալի հակագրող կարող է լինել, բայց կլինի պաս թե ոչ։ Դեպի Թմոյանն է ուղարկում, Թմոյանից ստից հարված կկատրի, ոչ հիանալի պաս է Թմոյանում։ Ինչ է անում ըստ Թոփալ Քարաջյանը պաս է տալիս դեպի Սերոփյանը, բայց գնդակը միթե ստե ոտքը ցավացրեց։ Կարծես ոտքով կանգնեց ոտքի վրա ու շատ ցավալի կարալն է այդ ամենը։ Հուսանք լուրջ վնասված չի ստացել Բավարիայի ֆուտբոլիստը։ Անկյունային հարված, մի անգամից հեռացնում է Բավարիայի պաշտպանը, շատ վստահորեն է հեռացնում, մի անգամից գնում է հակագրոյի, ինչպիսի կայծակնային արագությամբ հակագրոյ ինքս է տեսնում, փոխանցում դեպի Աչեզը, կանցի արդյոք այս փոխանցումը ոչ, պաշտպանը հիանալի այստեղ Համադանայի երրորդ համարը։ Բովա Պողոսյանը հիանալի է այստեղ գործում։ Գնդակը Թոփալ Քարաջյանի մոտ է։ Պողոսյան, Թմոյան, Պողոսյան, Արտաշես Թոմասյան, Թմոյան, Թոփալ Քարաջյան, ունի հնարավորություն Զախից Բարոյանի հետ, ոչ, Արտաշես Թոմասյանի հետ է խաղարկում գնդակը, հասնում է Արտաշես Թոմասյանը, Թմոյան, Ալեքս Ռուբենյան, հարված, ուշ, գնդակը շատ մոտիկ է անցնում դարպասաձողին, Ալեքս Ռուբենյանը ուզում է այսօր գրավել դարպասը, եթե չեմ սխալվում դեռևս չի գրավել, բայց հիանալի խաղ է ցուցադրում առջևի գծում։ Ինչ է կատարվում, զգուշությամբ այստեղ պետք է խաղալ միմյանց դեմ, այո, ինչ անում են ֆուտբոլիստները։ Ուսով հեռացնում է դեպի, ինչ կլինի ստեղ, վտանգավոր կարող է լինել, ոչ, Արտաշես Թոմասյանը առաջին է հասնում գնդակին։ Արտաշես Թոմասյանը Սուրեն Երանոսյանի հետ է պայքարի մեջ մտնում։ Ինչ կանեն այստեղ։ Անկյունային հարված։ Ուստեղ փոխանցում է կարողանում կատարելու։ Ինչպիսի սեյվ դարպասապայի կողմից ինչպիսի սեյվ Ադանայի։ Հակագրոյին միանգամից գնում Ադանայի ֆուտբոլիստները։ Ինչպիսի դրիբլինգ է այս է ցուցաբերում։ Ավշեցուցիչ սեյվ է կատարում Հարություն Խանաղյանը, ուղղակի հիանալի սեյվ Ադանայի կազմում, չթողնելով հաշիվը դառնալ 4-3 եւ հիանալի դրիբլինգի հեղինակ իհարկե դառնում Միսակ Սերոփյանը։ Իրար խանգարեցին այստեղ Ադանայի ֆուտբոլիստները, գնդակի վրա է կանգնում։ Սերոփյան, Թմոյան,
Մկրատով փորձում է հեռացնել գնդակը, Սերոփյանի մոտ է գնդակը, Սերոփյան հորված, ինչպիսի գոլ Սերոփյանի կողմից։ Ադանայի 11 համարը գրավում է դարպասը 5-2, ինչպիսի գոլ Սերոփյանի կողմից, հիանալի խաղարկում տղաների կողմից, հաշիվը դառնում է 5-2։ Սա արդեն բավականին լուրջ է, քանի որ մեր մոտ արդեն ընթանում է խաղի 50-րդ րոպեն ու սա արդեն 3 միավոր կլինի Ադանայի համար։ Հիանալի խաղ Ադանայի համար, ռեսպեկտ Բավարիայի ֆուտբոլիստերին այսօրվա իրանց հիանալի խաղի համար, ուզում եմ նշել առաջի գոլը Բավարիայի, որը կատարված էր ուղղակի հիանալին են բառը չի որ կարելի է օգտագործել, այ հիասքանչ։ Աննկարագրելի սիրուն գոլ խփեցին Բավարիայի ֆուտբոլիստները հենց առաջի րոպեին, կխնդրեմ դիտել ովքեր դեռ չեն տեսել։ Թոփալ Քարաջան, Թմոյան։ Այս խաղից հետո մեզ սպասում է ևս մեկ շատ հետաքրքիր խաղ Վենեցիան դեմ Աստոն Վիլայի։ Վենեցիան գտնում է երկրորդ հորիզոնականում եւ նրան այս հաղթանակը ուղղակի շատ է հարկավոր, շատ։ Փոխանցում, ոչ, փոխանցումը չի անցնում, Պողոսյանը տեղում է։ Բարոյան։ Թոփալ Քարաջան։ Թմոյան։ Դեպի Թոմասյանը Աչիեզր, Սերոփյանը կա, Սերոփյանը ուզում է գնդակը մեջտեղը հատվածում, բայց ոչ, Արտաշես Թոմասյանը կարծես կարող էր փոխանցում կատարել Սերոփյանի, բայց չգիտես թե Արտաշես Թոմասյանը կատարում է շատ ուժեղ փոխանցում։ Սերոփյան, ինչպիսի դրիբլինգ է անում Սերոփյանը, ուզում է ևս մեկ գոլ գրանցել իր հաշվին, Սերոփյան կարողանում է պայլ գնդակին մոտ, Սերոփյանը ինչ կանի, ոչ, չեն թողում Բավարիայի ֆուտբոլիստները, միթե կտեսնենք Բավարիայի երրորդ գոլը այսօր, ոչ, կարողանում են փակել, Արտաշես Թոմասյանը կանգնում է գնդակի վրա, ընկնում է, ինչ է այստեղ կատարվում, ես չեմ հասկանում, խառնաշփոթ իրավիճակ էր, միթես մրցավարը սուլելու է, մրցավարը պատրաստվում է սուլելու, ինչ կտեսնենք այստեղ։ Վերջի գրոն է կարծես Ադանայի, խաղի հաշիվը 5-2 է, Ադանան ուզում է 6-րդը խփել, Սերոփյան կասեցնում է ոչ բարեհաջող, Թմոյանը գնդակը ուզում է դեպի կենտրոն, ինչ է կատարվում այստեղ, և միթե կխփեն, ոչ, չի հաջողում խփել, խաղը ավարտված է 5-2 հաշվով, շնորհավորում եմ Ադանային 5-2 հաշվով հաղթանակ տանելու, շնորհակալություն եմ հայտնում երկու թիմերից էլ, Բավարիայից եւ Ադանայից այսօրվա հիանալի մեր խաղերի համար, մեր էմոցիաների համար, շնորհակալություն տղաներին, անցանք մյուս խաղին։